Դրանց սաղին դեպորտ է պետք անել։ Սա խապեբա է։ Դու տղա չես, դու տղա մարդ չես։ Ընտրություններին ում եւ որ քաղաքական ուժին եք աջակցելու։ Չեմ կողմնորոշվել դեռ։ Իսկ կցանկանաք ընդդիմությունից լինի, թե իշխանությունից։ Ժողովրդի կողմից ավելի ճիշտ։ Ջան, Հայաստանի քաղաքացի չեմ, մի բան ասում ես, ասում դե հայ չես այստեղ։ Երեք մեկը ինձ ասում է դու հայ չես, որովհետև դու Ուկրաինայի քաղաքացի ես, քո երեխեքն ուկրաինացի են։ Հիմնականում Ռոբերտ Քոչարյան կամ Սամվել Կարապետյան։ Չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Իշխանություն, իհարկե իշխանություն։ Անկեղծ ասած դեռ չեմ կողմնորոշվել։ Կտեսնենք։ Սամվել Կարապետյանը։ ԿՊ-ի։ Ոչ մեկի։ Չեմ կարող ընտրել ուրիշ երկրի քաղաքացի։ Ընդհանրապես Հայաստանին պետք չէ, որտեղ հիմա երկու լագեր, մեկը ռուսացիների, մեկը եվրոպացիների կողմը։ Ոչ մեկին պետք չի այդ ընտրությունները, կռիվ մի արեք Հայաստանում։ Ոչ մեկին, սա խապեբա է։ Ոչ մեկին էլ ձայն չեմ տա։ Մենակ պիտի լինես մաքուր հայ, որ ձայն տաս, բայց ես տեսնում չեմ ստեղ։ Նոր անուններ կան, Սամվել Կարապետյան։ Սամվել Կարապետյանի նման տղամարդ տղա չկա Հայաստանում, չկա, մենակ նա է։ Դեռ չեմ որոշել։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Հավանաբար իշխանություն։ Ընտանեկան, ամուսնուս, ուրիշ ոչ մեկին։ Հավատում եմ, սիրում եմ, ապրում եմ, սենց ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ձեր ամուսինը ում է աջակցելու, որ քաղաքական ուժին։ Մենք չենք մասնակցում ընտրություններին, չենք աջակցում, դժգոհ չեմ, բայց ոչ մեկին արդարացված չի։ Փաշինյանին։ Անձնական գաղտնիք է։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Միանշանակ իշխանություն։ Ազգային ուժերին։ Գործող իշխանությունը ազգային է։ Ոչ։ Ոչ։ Իսկ ում եք տեսնում այդպիսին։ Դե հիմա Սամվել Կարապետյան, Արման Թաթոյան, Գուրգեն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյան, Էդմոն Մարուխյան։ հələ տենց շատերը կարող է դրանց միանալ իրար։ Հիմա դա կերևա վերջում։ Հայաստանի մասին մտածող մարդկանց մի խոսքով ներկա գործող իշխանությունները չարդարացին։ Ժողովուրդը մեծ հույսեր ուներ, բայց չեն արդարացնում։ Կամաց գնում են դեպի երկիրը մաս ոնց որ անձնելու ճանապարհով խաղաղություն այն օրը մեկը շատ լավ ասեց գերեզմանոցում էլ լռություն այնց խաղաղություն է Հայաստանում տես լռություն են ուզում ես անձամբ չեմ ուզում մեր պապերից մենք Հայկ Նահապետից ժառանգել ենք ուրիշ բան ըմբոստ մինչև վերջ մենք մերը պետքա պահենք որ ուրիշը ոտնձգություն չանի մեր ունեցվածքին։ Ոչ մեկին։ Ինչու՞։ Դրանց սաղին դեպորտ է պետք անել։ Գուրգեն Սիմոնյանի։ Ոչ մեկին։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Ոչ մեկին։ Անկեղծ ասած ոչ մեկն էլ դեռս պահին չեն արդարացնում։ Հետագայում երբ որ օրը ցույց կտա։ Չգիտեմ, ոչ մեկին։ Ոչ մեկին։ Իսկ կցանկանաք ընդդիմություն։ Տրամպին կընտրեն, որ կամս պահի։ Թե չէ սա հույսերն են Տրամպի վրա։ Ոչ մեկին, ճիշտն ասած։ Իսկ կցանկանաք ընդդիմության դաշտից լինի, թե իշխանության։ Ուր անդիմություն որ։ Անդիմություն չկա, որ ասեմ։ Չէ, ոչ մեկին։ Ես չեմ մասնակցում քաղաքականությանը, կգա ընտրությունը կմտածեմ, դա չեմ կարող ասել, որ քաղաքական ուժին կաջակցեմ, բայց ոչ հիմիկվա քաղաքական ուժ։ Ինչով եք հիասթափեցրել։ Ամեն ինչով։ Գուրգեն Սիմոնյանը։ Ինչու։ Որովհետև ճշմարիտ մարդ է։ Այսօր խոսում եմ մեր անձնական շահերից։ Իսկ գործող իշխանության չէ՞ գար։ Ոչ։ Գործող իշխանությունն իրան սպառել է։ Չկա հավատ։ Հələ չենք որոշել, ժամանակա կորոշենք երևի։ Իսկ գործող իշխանության աջակցելու եք։ Չէ։ Անկեղծ ասած դեռ կոնկրետ չեմ որոշել։ Իսկ գործող իշխանության աջակցելու եք։ Այո։ Ընտրությունների Սամվել Կարապետյանն է։ Իսկ դուք։ Սամվել Կարապետյան։ Կարապետյան։ Ինչու։ Ինչ հույսեր եք ապում նրա հետ։ Ասի։ Մենք Ղարաբաղցի ենք, այդ
Չորսեքանել։ Ղարաբաղ Ստեփանակերտի մեջ մինես բանիցա է սարքել։ Որ մեր ազգը ծուպը չկար այդքան փող խարժի։ Ինքը արել է այդ փողը խարժել։ Բայց ափսոս որ մնացել է Թուրքիա։ Դրա համար Գործող իշխանության ամեն դեպքում չեք աջակցելու։ գործող։ Մենք ինչ համար ենք ստեղ։ Ում դարդի ենք ստեղ։ Ով է մեզ ստեղ գցել։ Փաշինյանը կազախ չէ, այդ մարդը Իրան հույս կարելի չի դրած։ Հույսը կարելի է դրած թե Սամվել Կարապետյանին, Գաջիկ Ծագուկյանին Իրան դրած, սկանուս։ Ընգնամ, անունը կա, ես մոռացավ, например, վեր իրանք կարող են փոփոխություն կատարեն։ Մուկ փիս վիճակում, մեր երկիրը փիս վիճակում է, սորվա Իրան։ Մեր երկիրը կագնեցելու համար սորվա Իրան։ Հասկանուս, ժողովուրդը սա կախված, ժողովուրդը պիտի միանան իրար հետ դուրս կան։ Ես ըսես դուրս եկած ման եմ գալիս պեն, տեսնում որ մեկը կոֆե է խմում, մեկը հարսանիք անում, մեկը իսմին անում պեն, տալու խաշիվ չի։ Թուրքիան, Ադրբեջանը ուզում են միանան, ճանապարհը փակին, Գրուզիայի հետ, Իրանի հետ փակին եւ սարքեն մստեղ ուրիշ բան։ Որ պիտի մտածիկ ինչ է հարկավորած։ Մնացած ինչ է հարկավորած։ Ես ինձ համար թող մտածիմ, տեսնանք հետագայում, ապագայում ինչ կարելի է արած, հանուն նրան վեր Ղարաբաղ չկարի վերադառնան, մեր դրուգնա ունի Միխիլա, ընկերներ ունի, գերիներ, բայց ոզմըք տեսնում եք, հեռաստությամբ տեսնում եք, բայց չեք կարողանում վերադարձնելու համար։ Այն օրը, որ Ամերիկա զրույցանում են, ասում Արցախի համար վերադարձնելու գերիների համար ինչ է հարկավորած։ Ամա Ղարաբաղ չկա, Արցախ չկա, ոչ ամոչ չկես։ Եկել ես Ղարաբաղ, իմ կողքից կանգնել ես, ասում ես Արցախը Հայաստանա, վերջ միգել եկել ես տեղ, դու տղա չես, դու տղա մարդ չես։ Կներեք, ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Քաղաքացիական պայմանագիր եմ ընտրելու։ Նույնն է իմ համար, ով էլ ուզում ա լինի, նույնն է, որտեղ ոչ մի բան չի փոխվում։ Սամվել Կարապետյանը, բոլշևիկանը։ Վայ, իմանես վիճակը ոչ նրանից, ոչ էլ նրանից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նախընտրում եմ ավելի, չգիտեմ, ավելի հարմար մյուս կուսակցություններին հոգնել ենք արդեն։ Ես քաղաքականությունից ասել չեմ կողմնորոշվել, որովհետև մի քիչ գինովցած եմ, ավելի լավ է այդ հարցը տվեք լուրջ մարդկանց, որ լուրջ պատասխան ստանաք, թե չէ գինովցած մարդուց բան չեք ստանա։ Իսկ գործող իշխանությանը չեք աջակցելու։ Գիտեք, դադելով թանուր իրավիճակից ես ավելի շատ կաջակցեմ գործող իշխանության։ Իմ քայլին։ Գործող իշխանությանը նկատի։ Այո, գործող իշխանություն։ Թող նորմալ է։ Так, այդ հարցը вообще-то դա չի կարելի տալ, որտեղ ամեն մեկն ինքն է որոշում թե ում պիտի տա։ Իսկ ում ես կտամ, ես ինքս գիտեմ։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Անդիմություն։ Անայդ ես ոչ մեկինը չեմ աջակցել։ Դու բոլորին դեմ ես։ Բոլորին դեմ եմ։ Չէ, ես Ով էլ գա իշխանության։ Սա սրա իր քպն չլինի, էլի, այդ հետո կերևա ծրագրից, բան արդեն ավելի Ընդդիմության կողմնակից եք։ Այո։ Իսկ նոր անուններ կան՝ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, Գուրգեն Սիմոնյան։ Գիտեք ինչքան մոտենա այնքան պարզ կլինի ընտրությունները նոր, բայց հաստատ Գործող իշխանության չեք աջակցել։ Չէ։ Իսկ ձեր ամուսին։ Ամուսին չէ, ինքն էլ ուղղակի կատակ է անում հիմա, ինքը Կատակ չեմ անում։ Չկան, ով էլ լինի, լավ չի լինի։ Եթե հանրապետականը մասնակցի հանրապետականին, միայն իրականում միայն իրենք են ցույց տվել այս 8 տարվա մեջ, որ իրական պայքար են անում մնացածի հետ եւ ես հույսով եմ, որ Սերժը Միչեֆոնից impeachment-ի գործընթացը, որտեվ դա է միակ ճիշտ ճանապարհը, օրինական ճանապարհը, որը որ պատիվ ունև բան արեց, սկսեց, սպասում ենք։ Եթե մասնակցեն իրենց, եթե չմասնակցեն ընտրություններին,
Չգիտեմ անգամ ում պետքա։ Շատ սիրուն է եւ լավ է էկոնոմիկայից խոսա, լավ կլինի, այսքան աշխատատեղ կբացենք, բայց եթե քո տունը վառվում է, դու պետքա առաջի հերթին քո կներեք բիզապասնեստ անվտանգության մասին մտածես առաջի հերթին, հետո նոր աշխատատեղեր եւ այլն, փոքր բիզնես եւ այլն։ Այսինքն իրենց կոչած օպոզիցիայի այդ գործընթացները այդքան էլ ինձ վստահություն չեն ներշնչում։ Բայց ամեն դեպքում գործող իշխանության չեք ընտրելու։ Իհարկե ոչ։ Այն աղետը, որ ես 8 տարվա մեջ մարդկանց խափելով բերեցին, հասցրեցին, ինչ եք խոսում։ Կներեք, դա պետքա հայի գեն չունենաս, որ նորից գնաս ընտրես այս իշխանությանը։